Տեր օրհնի քեզ սիրելի Աստծո մարդ, իր աննմանությունով ու պատկերով ստեղծված։ Բարի գալուստ Տիրոջ տուն, ես շատ օրհնված եմ, որ այսօր պատիվ ունեմ գտնվելու ստեղ, կիսվել Տիրոջ խոսքով ձեր հետ, բայց մինչև սկսել եմ արժի չէ մի հատ մեր քուրիկներին, մայրիկներին մի հատ շնորհավորենք, չեն ծափ տանք մի հատ ասենք ձեր կանանց գեղեցկության տոնը շնորհավոր լինի, հա, սիրելի եղբայրներ, մի հատ լավ ծափ տվեք մեր քուրիկներին։ Ինձ թվում է այս ծափերով ամեն ինչ ասված է ձեզ, սիրելի քուրիկներ ջան, ավելորդ խոսքեր էր պետք չի, Տեր օրհնի քեզ, կարող ես Տիրոջ խաղաղության մեջ նստել, շնորհակալություն փառաբանությունը, շատ ուժեղ ներկայություն կա։ Ինչ անցնենք խոսքին, հա, հալելույա, տեսեք, ելից գլխում հետաքրքիր պատմություն կա, երբ որ փարավորի լծիտակից Աստված իր ժողովրդին հանեց, իր ընտրած ժողովրդին, Աստված էր ընտրել ժողովրդին, եկավ հանեց, Մովսեսին վերցրեց, օգտագործեց, իր ժողովրդին հանեց լիքը ճանապարհներով, դժվարություններով, նեղություններով, չեն, եթե տեսել եք 40 տարվա ճանապարհով, հանեց ժողովրդին։ Հանեց, բերեց, որ իր համար ժողովուրդ սարքի, անարատ, մաքուր ժողովուրդ, որ իրանք երկրպագեն, որ իր հետևից կգնան, իր տված պատվիրաններն էլ կպահեն։ Ելից 35-րդ գլխում մի փոքր կանրադառնամ, հետևյալ բաները կան։ Ասում եմ, եկավ Մովսեսի մոտ, ասեց խորանը սարքի, որ ես գամ, որ իմ ներկայությունով լսեմ այդ խորանը։ 36-ի երկրորդ խոսքում սենց բան է գրած. Եվ Մովսեսը կանչեց Բեսելեին եւ Ողոաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողին, որի սրտի մեջ Եհովան իմաստություն դրավ, այսինքն այն ամենը, որի սիրտը փակպապում էր գործի մոտենալ, որ գործե նրան։ Տեսեք ինչ ա գրած, ասում ամեն մարդի սրտի մեջ իմաստություն դրեց, որ Տիրոջ տունը կառուցի։ Ամեն մի գործ Տիրոջ տան մեջ արծի։ Տեսեք, եկեք հակառակ կողմից հետ գնանք։ Տեսեք, որի սիրտը փապագում էր գործին մոտենալ։ Աստված էր տվել։ Առաջին ինչ ա ուզում ինձ ու քեզանից Աստված։ Փապագ ա ուզում։ Երբ որ փապագ ա տենում, արդեն սկսում ես դու քայլեր անել։ Երբ որ քայլեր ես դու սկսում անել, Աստված տեսեք չի ուշանում, որի սրտի մեջ, ասում Աստված իմաստություն դրավ։ Աստված դրավ իր ժողովրդի մեջ իմաստություն, ամեն բան կառուցելու, ամեն բան շինելու։ Խորանը, վրանը, ծածկոցը, ամեն ինչ որ կար, նրա տախտակները, ասեք սյուները, խարիսխները, ամեն ինչ ասում է իմաստություն դրավ իր ժողովրդի մեջ, որ ժողովուրդ այս ամեն ինչը կառուցի։ Նույնն էլ ինչ որ այսօր դուք եք արել։ Ամեն բան այսօր ժամը 4-ից եթե չեմ սխալվում, չէ՞, ով Արսենը ասեց ժամը 4-ից ընդենք լինելու։ Ամեն մեկը ինչ որ մի բան թողել եք ու եկել եք, որ Տիրոջ տան համար, Տիրոջ ներկայության համար, ոչ թե իմ համար, որ ես եմ գալու պատրաստում, այլ Տիրոջ ներկայության համար, սիրելիս։ Ամեն բան պատրաստել ես։ Մեկը միկրոֆոնն ա տզե, մեկը դինամիկներն ա բերե, մեկը աթոռներն ա կարգավորե, մեկը փառաբանության փորձն ա արե, մեկը ջուրն ա բերե, մեկը կարիքները, ամեն մեկը տես ասում է նույն process-ն ա եղել։ Ասում է իր սրտի փապագով Աստված տվեց իմաստություն, որ կա։ Եկան ու ամեն ինչը սկսեցին սարքել։ Խորանի վարագույրները, պղնձի ամաները, ոսկե ամաները, ասում է ամեն ինչ հատ առ հատ Աստված սենց այն որ ասում է կետ առ կետ լրիվ ասել էր Մովսեսին, որ անես, ինչ անես։ Ինչի համար էին անում։ Որ Տերը գա։ Այսօր ես հուսով եմ, որ դու սպասումով եկել ես, որ Տերը պետք է գա քո ամեն մի հարցին պատասխանի։ Կապ չունի ինքը այսքան հարցա, թե մի հատ, չգիտեմ, չերևացող մի հատ մեծ խնդիր ու հարց։ Այլ դրա համար ինքը գալիս էր։ Իր ժողովուրդը գալիս էր, ինքը իջնում էր իր ամեն հարցին պատասխան էր տալու։ Ու անցավ ժամանակ։ Օրենքի ժողովրդի համար սովորական բան դարավ։
Ժողովուրդը արդեն գալիս էր, Աստվածաշունչը գիրքը պարզ ասում է, արդեն գալիս են, իրանց զոհերը մատուցանում են, նորից գնում են իրանց հին տաշտակին, կներեք այս խոսքի համար։ Ոչ մի բան չէին ուզում թողեն, այնքան իրանց համար արդեն հասարակ ու սովորական էր դառնում։ Չէին գնահատում են ինչ որ ունեին։ Չէին գնահատում ինչ որ Աստված իրանց տվել էր։ Չէին գնահատում են ճանապարհը, որ հանել էին իրան։ Նայում են, որ դուրս գալու ժամանակին, որ տրտնջում են, չէ՞, ասում են գնանք մեր սխտորները ուտենք։ Այն նույնն էլ սկսավ է այս մի պահին, սիրելիս։ Ու նույնն էլ հիմա, մեր ժամանակներում, ամբողջ աշխարհը մի հատ խնդիր ունի։ Ուզում եմ մի բանի հասնի։ Ոնց որ իր ժողովուրդը հասավ մի բանի, ու հետո իր համար գիտես ինչ, սովորական դարավ ամեն ինչ։ Նույնն էլ էս աշխարհում։ Ես ու դու վազում ենք այնպես բաների հետևից, որ հետո իմ ու քո համար սովորական է դառնում։ Արի պարզ լինենք իրար հետ։ Հեռախոս ես ուզում, գնում ես, մի 2-3 ամիս հետո սովորական բան է դառնում։ Մեքենա ես գնում, մի 3-4 ամիս հետո այն որ ասում է հավեսս հանեցի, սովորական բան է դառնում։ Երբ որ կողակից ես քեզ ուզում, վազում ես հետևով, պետքա տարիներով ուշադիր կլինեմ, ամեն բան կանեմ։ Հենց որ բերեցիր տուն, մի 6 ամիս հետո, всё, կինս է։ Էլ ինչ ծաղիկ տամ, էլ ինչ միտեղ հրավիրեմ, չէ՞։ Նույն բանն է լինում։ Այսինքն նույն բանն էլ եղավ Տիրոջ ժողովրդի հետ։ Իրանց սրտերը շատ չարացան։ Երեմիա 7 9-ից 11-րդ խոսքերում տեսեք ինչ է գրած։ Միթե գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երթում անեք, բահաղին խունդ ծխեք եւ ասպիսի աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում։ Եվ հետո գաք ու կանգնեք այս տանը, որի վրա կանչված իմ անունը եւ ասեք. ազատվեցանք բոլոր այս գաշություններն անելու համար։ Միտե ավազակների այր է այս տունը, որի վրա կանչված է իմ անունը, ձեր աչքերի առաջին, ահա ես էլ եմ տեսե, ասում է Տերը։ Վերջի խոսք նախադասությունը, ասում ահա ես էլ եմ տեսե։ Աստված այսօր ինձ ու քեզ ասում է, միթե գնաս քո հին կյանքով ապրես, միթե գնաս քո ուզածով ապրես, միթե մտածում ես, որ ես չեմ տենալու, միթե ուրիշ բանի հուսաս, ես իմ ուժերին եմ հուսում, ես իմ գիտությանն եմ հուսացել, ես իմ իմաստության եմ հույս դրել, ես իմ փորձին եմ հույս դրել, չէ՞ որ ասենք տորթը սարքելի սենց սարքում եմ համովա, 1000 անգամ սարքել եմ, ուտելիքը սարքել եմ սենց, ասում ամեն ինչը դու քո վրա հույս դրեցիր, գնացիր այնպես բանի հետևից, որի մեջ ես չկայի, ու գիտես ինչ Տեր խնդիրը, Տերը կա, ինքը ամեն տեղ կա, խնդիրը մեր մեջ էր, խնդիրը ժողովրդի մեջ էր, որ չէր թողում, որ Աստված գար, չէր թողում, որ ամեն իր այն տորթը սարքելիս, ասեր Տեր ջան, մի հատ քո երկնային համու հոտը դիր էլի մեջը, մտածում ես հասարակ բանը, բայց գիտես այնքան բան կփոխվի այդ ամեն ինչի մեջ, ու ամեն քո գործի մեջ, քո ձեռի գործի մեջ, քո ընտանիքի մեջ, կապ չունի, ու ասում եմ, սրտերը թանձրացան, ականջները արդեն ծանր եղան լսելու Տիրոջ, այս ամեն ինչը բերեց դրան, ամեն ինչ ասում եմ բերեց դրան, արդեն էլ Տիրոջը չէին լսում, արդեն էլ Տիրոջ համար չէին վազում, գալիս են ողջակեզը, անում են, մորթում են, մեղքերը քավություն էին անում, քահանան անում էր մեղքերի քավությունը, թողում գնում էր, նույն էլ հիմիկվա մեր եկեղեցի, ցավոք սրտի, որ գալիս են, ապաշխարում են, նորից հետ են գնում աշխարհ, ապաշխարում են, նորից հետ են գնում, Տիրոջ հետ տունտունիկ մի խաղա սիրելիս, իրա հետ խաղ մի արա, ասում է, Եսայի մարգարեն ասում է, ժողովուրդը պղծվել է, իրա բերանով ու լեզվով է ինձ մոտ, ոչ թե սրտով, ասում որ մնաց սիրտը,
Ասում է մենակ շուրթերով է, լեզվով է, ասում է ինձ մոտիկ։ Ուրիշ ոչ մի բանով։ Հա, գնում եմ, եկեղեցի եմ գնում։ Լավ ես անում, որ գալիս ես, բայց բան փոխվում է մոտդ։ Ինչա փոխվել այսքան ժամանակ քո մոտ։ Լավ է դա, որ փոխվել է, սիրելիս։ Չէ՞ որ Պողոս առաքյալը ասում ամեն ժամանակ փոխվում է։ Երբեմն մտածել ես այդ խոսքի շուրջ, ինչի համար ասում։ Առաքյալը, որ Հիսուսի հետ է եղել։ Ու եկեղեցիներ գնում է եկեղեցիներին։ Ինչի համար, որովհետև իր ապրած կյանքի ժամանակահատվածում ինքը ամեն ժամանակ ուշադիր էր իր քայլերին։ Ինչը Տիրոջը հաճելի չի։ Ու ինքը իրան ամեն մանրուքի մեջ բռնացնում էր իրան, ասում էր, դրա համար պետք է ապաշխարը։ Էսի պետք է հեռանա ինձանից։ Էսի ինձի խանգարում է Տիրոջը մոտիկ լինեմ։ Էսի ինձի խանգարում է Տիրոջ փառքի։ Էսի ինձի խանգարում է Տերը ինձի օգտագործի, որ հրաշքներ, նշաններ, բժշկություններ լինեն։ Համ հավիտենական ուխտը խափանեցին, համ պատվիրաները լրիվ փոխվավ, արդեն իրանց համար են ամեն ինչ անում, սեղանի գլուխ էին նստում քահանաները, որին որ պատվիրաններ տվեց, չէ՞։ Ղևտացիներին սովորացեք ժողովրդից, ճանապարհ ցույց տվեք, որ իմ ժողովուրդը մաքուր, արդար գնա։ Ասում է սովորեցնողներն իրանց հետևից գնացին, իրանց սկսեցին ման գալ։ Ու Եբրայեցիս 7:19-ում տեսեք, հետևյալ բանն է գրած. որովհետև օրենքը ոչինչ կատարյալ չարավ։ 611 հատ օրենք էր տվել Աստված իր ժողովրդին։ Ու ոնց էլ գնան այդ դրանցից մեկի մեջ բռնվում են, որ ասում մի հատ կրուչոք բռնում էր իրանց։ Մի հատ սխալի վրա ընկնում էին։ Ճիշտ է, շատերը պահում էին։ Գիրքը դրա մասին ասում է, որ որոշակի քանակություն պահեց էդի։ Բայց մեծամասնությունը ուր էր գնում։ Աստված նայում ասում է մեծամասնությունը կորուստի է գնում։ Մի բան պետք է անեմ։ Բայց մնացած ժողովուրդը, չէ որ ես իրանց ստեղծել եմ, չէ որ ես եմ արարել, չէ որ ես եմ իմ շունչը դրել իրանց մեջ, բա ոնց գնան կորեն նրանք։ Դա մի հատ մեծ սիրո դրսևորում է Աստծոց։ Ու հետևյալ շարունակությունը, տեսեք ինչ ասում։ Եվ ներս է մտնում մի, նույն խոսքի, Եբրայեցիս 7:19-ի։ Եվ ներս է մտնում մի ազնվագույն հույս, որով մոտենում ենք ասում։ Սա Քրիստոսի մասին ասում։ Ասում է ազնվագույն մի հատ հույս, անբիծ, անարատ, առանց մեղքի։ Ասում է մի հատ հույս է գալիս ինձ ու քո համար, որ ես ու դու մոտենանք ասում։ Հիսուս խաչիմա էլ արգել չկա։ Քրիստոսով փրկված ենք։ Օրենքից շնորհք, նոր ուխտ, նոր տաճար, բայց արդեն Տիրոջով ստեղծված տաճար։ Ոչ թե քարե գործ, այլ Տիրոջով ստեղծված տաճար։ Այսօրվա խոսքի վերնագիրը դրել եմ Տիրոջ տաճարը։ Իմ ու քո համար է այս խոսքը։ Տեսեք առաջի Կորինթացիս 3:16-17 ինչ ասում։ Չգիտեք, որ դու Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Տես ինչ պարզ ասում։ Ասում է դու ես Աստծո տաճարը։ Ասում է Աստված եկե բնակվել է իմ ու քո մեջ։ Ինչպիսի տաճար ենք այսօր ես ու դու։ Արդյոք ես ու դու այն տաճարն ենք, որ Աստված կգա բնակվի իմ ու քո մեջ։ Եթե մեկն Աստծո տաճարը ապական է, նրան էլ Աստված կապական է, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Ես եմ։ Ասում Աստծո տաճարը սուրբ է, մի ապականի է տաճարը։ Տերը գալիս է տաճար, թե հին խորանի ժամանակ, թե ներկա պահից, թե գալիքի ժամանակ, Աստված գալիս է, որ բան փոխի սիրելիս։ Ինքը գալիս էր, որ բան փոխեր։
իր ժողովրդի մոտ, ինքը գալիս է, որ իմ ու քո մեջ բան փոխի։ Ես ու դու պետքա թույլ տանք, որ էդի գնա։ Աստված ինձ ու քո կամքին հակառակ ոչ մի բան չի անելու։ Եթե ես սիրում եմ մեղքը, Աստված չի կարա ինձանից հեռացնել այդ մեղքը, որովհետև ես իրան սիրում եմ։ Դրա համար ինքը գալիս է, որ փոխի, պատրաստ եղի փոխվելու։ Աստծո խոսքը ասում է, հները անցան, ամեն բան նոր է։ Հինը պետք է անցնի։ Մարդը միշտ ուզում է նորը։ Կինս ինձ միշտ ասում է, լսի, հա նորը առնում ենք, բայց հները ինչ ես անում, հին հագուստը ինչ ես անում։ Ասում է, հինը պետք է հանես շպրտես, որ նորը կախելու տեղ ունենաս, նորը դնելու տեղ ունենաս, էլ հինը ինչի համար ես պահել։ Նույնն էլ Աստծո խոսքը ասում է, հները պետք է գնան։ Հին սպասկեղենը, սիրելի քույրիկներ, դուք որ նորը առնում եք, հինը ուզում եք մի բան անեք, կամ մեկին օրնեք, կամ չգիտեմ, տանեք մի տեղ դնեք, որ մեկը վերցնի տանի։ Նույնն էլ Աստված անում։ Հա, երբ որ պատրաստվում ես, որ նորը գա, Աստծոնը որ գա, հինը հանի միջից։ Հին մարդը պետք է չլինի։ Այն ծխող մարդը էլ պետք է չլինի, այն խմող մարդը պետք է չլինի, այն հայող մարդը էլ պետք է չլինի, այն նախանձող մարդը էլ պետք է չլինի, որ հետևից օրհնությունները գան։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 5-րդ խոսք։ Դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծուն ընդունելի, Հիսուս Քրիստոսի ձեռով։ Հոգևոր տաճար։ Ասում է դուք էլ շինվեք որպես հոգևոր տաճար։ Սուրբ քահանա։ Տեսեք, կենթանի քարեր, խոնարհությունն, հեզությունը, բարողությունը, ներողամտությունը, չեն, այս ամեն ինչը կամեցող եւ նման լիքը բաներ, այսի Սուրբ Հոգու տաճարն է, որ նորոգում է։ Այս այն տաճարն է, որտեղ որ Սուրբ Հոգին եկե բնակվել է։ Դեն Քրիստոսը իր հարությունից հետո ինչ ասեց։ Ասեց ձեզ մենակ չեմ թողելու։ Պատկերացնում ես մենակ թողեր ինձ ու քեզ։ Չեն, չթողեց։ Ասեց կաղաչեմ հորը, որ Սուրբ Հոգուն տա։ Ասա կգաք բնակվի ձեր մեջ եւ կանի այն, ինչ որ ես կասեմ եւ ինչ որ ես իմ հորից եմ լսել։ Մնում է ես ու դու ուշադիր լինենք, որ իրան լսենք։ Մի անգամ լավ օծյալ գնացել ենք իրանց տունը հյուրասիրվելու։ Դե գիտեք, մենք հայերով որ գնում ենք, սենց եղբայրներով մի 7-8 հոգի գնացինք, հայավարի գնացինք, խանութը, միսա, բանը, ամեն ինչը սենց վերցրեցինք, խորոված, արագի մեջ ալինք, սենց դստած զարմանում է։ Ասում է, բրատյա, հոգևոր, լավ հոգևոր, սիրելիս, լավ զորավոր հոգևոր է։ Ասեց, լավ, դուք սենց հայավար եկաք, ամեն ինչ դրիք, արագի մեջ էփիք, թափիք, հավաքեցիք, ասեց, ձեր համար ես ինչ անեմ։ Ասեցի լավ, դու էլ մեր համար աղոթի օրնի մեզի, բան չենք ուզում։ Հերթը հասավ ինձին, աղոթում է իմ համար, ու հետաքրքիր խոսք է գալիս, ասում է այնքան զգայուն եղի, որ Սուրբ Հոգին գալու է, այսենց կամած քեզ դիպչելու, առաջնորդելու, հուշելու, այնքան զգայուն ու շադիր եղի իր հանդեպ, որ լսես իրան։ Արդյոք ես ու դու այդենց ենք։ Թե աշխարհի հոգսելը հելելա մեզի խեղդում է, թե ես մի կարիքը հելելա մեզի խեղդում է։ Լսեք, որ ասում եմ խեղդում է, ուրեմն Սուրբ Հոգուն ենք խեղդում, սիրելի, չենք թողում, որ ինքը մեր կյանքում գործի։ Վազում ենք սրա հետևից, նրա հետևից։ Լավ է որ ունենանք, սիրելիս։ Աստծո ժողովուրդ միշտ էլ ապահովված պետք է ապրի։ Որովհետև այնց Տեր ունենք, որ ամեն ինչ տալիս է։ Բայց արի սկզբից իր հետևից գնանք։ Ու ամեն մեր բնակավարում էր ինքը թող լինի։ Ամեն բնակավարում։ Ոչ թե իրան դնենք առաջի տեղ, ընտանիքը դնենք երկրորդ տեղ, աշխատանքը դնենք երրորդ տեղ եւ այդեն շարունակական։
այլ ամեն բանի մեջ, ընտանիքի մեջ Աստված, աշխատանքի մեջ Աստված, հարաբերությունների մեջ Աստված, ծառայությունների մեջ Աստված, ամեն տեղ ինքը առաջնորդի։ Ինձ ու քեզ։ Որ ես ու դու արժանի տաճար լինենք Տիրոջ համար, որ բնակվում է մեր մեջ։ Մի հատ մեծ պատիվ, սիրելիս, դա ես ուզում եմ, որ ես ու դու գնահատենք։ Ինչքան մեծ պատիվ է, որ Սուրբ երրորդության երրորդ անձը Սուրբ Հոգին բնակվում է մարմնեղեն հողից սարքած Աստծո շունչը դրած տաճարի մեջ։ Արդյոք գիտակցում ենք ես ու դու այդքան։ Արդյոք գիտակցում ենք ինչ զորություն ու ուժ կա մեր մեջ, որ ես ու դու չենք օգտագործում։ Մաքուր պահի տաճարը, երբ Տերը գա չզզվի, կարշահոտ չգա, սիրելիս։ Ոչ մի բանի հոտ չգա տաճարի միջից։ Ինչու են շատեր ընկնում հավատքից։ Հեռանում են եկեղեցուց, ընտանիքները քայքայվում են, կռիվները անդադար են, որովհետև չկա նվիրում ասում։ Չկա այն նվիրումը փափագը, այն սպասումը, որ Տերը գա ամեն բան ինքը անի։ Մենակ եսն ա գործում։ Ես, ինձ, էլի, հիշում եք, չեն են ոսկե եղնիկ էր, հա, ինչ էր կոչվում, ռուսերեն մուլտֆիլմ կար, չեն, որ ոսկե էր ուզում, խփում էր, իշո, են որ արդեն հասավ ստե եղնիկն ասեր, եթե ասես չէ, ամեն ինչ կքարանա։ Ես ասեր, մարդը տենց է, ու իր կյանքը գնաց կորուստի։ Ամենաթանկը տուր Տիրոջ, սիրելիս։ Քո ամենաթանկը տուր Տիրոջ։ Մեկի համար ամուսինն է, մեկի համար աշխատանքն է, մեկի համար երեխաներն է, որ մինչև հիմա չես կարող խելքի բերես, կներես ես բարի համար։ Մեծանում են, հասունանում են, սխալ բաների մեջ են մտնում։ Ես էլ ունեմ 4 երեխա, ես էլ անցնելու եմ դրա միջով ու հիմա էլ անցնում եմ, սիրելիս։ Ինչքան էլ բարկանամ, ինչքան էլ խրատեմ, մեկա մի բան եմ հասկանում։ Տիրոջ հետ էլ որոշման մեջ եմ մտեմ։ Ասել եմ Տեր ջան, իրանց մեջ շունչ ես չեմ դրե։ Ոչ էլ ես եմ ստեղծե։ Դու ես ստեղծե, դու ես իրանց բերելուս աշխարհ, քեզ եմ տալիս։ Ինչ ուզում ես արա դու արա։ Ու դա ոչ միայն երեխաների հետ, այլ ամեն բանի հետ։ Թե ամուսնու համար, թե քրոջդ համար, թե բժշկության համար, թե ընտանեկան հարաբերությունների համար, խաղաղության համար, ամեն ինչը Աստված է։ Եթե Աստծո մեջ էլ չի եղել, միաբանվեք, տվեք ամեն ինչը Աստծուն, սիրելիս։ Անենց կփոխի, անենց կհաստատի, որ կյանքում չես պատկերացնի։ Այս վերջերս եղբայրների հետ խոսում ենք, մի հատ վկայություն ասեց, մի հատ հայր եղբորը մեծ գումար չէին տվել, շատ մեծ գումար էր, շատ մեծ գումար էր։ Անգնում է հոգեբուժարան, այդ հոգեբուժարանում գտության ծառայությունը, գիտեք չէ՞, որ գնում, հասնում, օգնում, բարձրացնում են մարդուն։ Գտության ծառայությունը ինչ որ կերպ գնում, հասնում այդտեղ, այս եղբայրը ապաշխարում է։ Այս եղբայրը ապաշխարում է, դուրս է գալի, հաստատվում է Տիրոջ հետ, սկսում է աղոթել, ասում է Տեր, ինձի ամոթով չթողես։ Ասում է, մեկ էլ այդ ով որ իրանց գումար չեր տվել, շատերին են էլի գումար չեր տվել։ Ասում է ինքը իրանով զանգում է, ասում է ախպեր, սենց բան չկա։ Ասեց, բայց ես ուզում եմ այդ գումարը տամ քեզի։
ասում է, արի այդ գումարը տար, էլի ինչ կլինի, արի տար, ես չեմ ուզում քո գործերի մեջ խառնվեմ։ Աստված եկել է։ Աստված եկել է, ասել է պիտի տաս։ Ասում է, չէ, ես չեմ գալու տանեմ, դու ես բերելու։ Ու բերում է, այդ եղբայրը մինչև հիմա տիրոջ հետ է, տիրոջ գործերն անում։ Մնա հավատարիմ տիրոջ հետ։ Այսինքն Աստված ունես, սրտեր, երիկամներ քնող Աստված ունես։ Ամեն ինչ փոխող դեպի կատարյալը։ Եթե ես ու դու արժանի տաճար լինենք տիրոջ համար։ Եբրայեցիս 3:6 Բայց Քրիստոսն ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե հույսի համարձակությունը եւ պարծանքը միջև վերջը հաստատ բռնենք։ Տեսեք, ասում է Քրիստոսը ինչպես որդի տան վրա, որի տունը մենք ենք։ Որդի է, որդը գրել է ինձ ու քեզ, իր արյունով։ Նոր ուխտի մեջ է բերե։ Ասում է հույսի համարձակությունը եւ պարծանքը։ Հիշում եք, չէ՞, ազնվագույն հույսով է։ Ասում է Քրիստոսի համարձակությունը եւ պարծանքը միջև վերջ հաստատ բռնենք։ Արդյոք պահում եք այդ համարձակությունը։ Ունենք համարձակություն Քրիստոս ավետ արանենք։ Ունենք համարձակություն ձեռներս դնենք, հիվանդները հելնեն կանգնեն։ Այդ համարձակությունը ուր է գալիս սիրելիս։ Այդ համարձակությունը գալիս է Տիրոջ հետ շփվելուց։ Այդ համարձակությունը գալիս է Տիրոջը ճանաչելուց։ Այդ համարձակությունը գալիս է մեղքից հեռանալուց։ Դու կարաս այսօր ապրես Տիրոջից օրհնություն սպասելով, միշտ սպասես։ Բայց կարաս որոշում կայացնես ու դու լինես օրհնություն ինչ-որ մեկի համար։ Դու կարաս ինչ-որ մեկի համար օրհնություն լինես։ Մի շատ իմաստուն մարդ մի հատ լավ բան ասեց։ Ասեց հնարավոր է, որ դու վերջի Աստվածաշունչն ես, որ դիմացի մարդը քեզ կարդում է։ Արդյոք դու այդ Աստվածաշունչն ես, որ դիմացի մարդը կարդում է։ Ես ու դու այդ մարդն ենք։ Չէ՞ որ ստեղ իմ ու քոպես մարդկանց կյանքերն է գրած որպես օրինակ։ Փորձություններ անցնելով, դժվարություններ անցնելով, հաղթահարելով, Տիրոջից բռնվելով, ապաշխարության սիրտ ունենալով, Դավիթի պես։ Մովսեսն էլ արդար ապրում էր իր համար, կներեք Հոբը։ Արդար իր համար ապրում էր, չգիտեր երկնքից փոթորիկ սկսվավ։ Բայց իր արդարությունը պահեց, որովհետև ինքը մաքուր էր։ Ինքը Տիրոջ առջև մաքուր էր։ Սիրելիս, այսօր ես ու դու Տիրոջ առջև պետք է մաքուր լինենք։ Երբ որ ես ու դու Տիրոջ առջև մաքուր ենք, այն մնացածը իրան կմաքրվի։ Քո շուրջ բոլորերով որ խանգարողա կմաքրվի, ով որ քեզի թուլացնող է ինքն էլ կհեռանա, ով որ քեզի չարախոսում է ինքն էլ կփոխվի։ Ես ու դու պետք է լինենք այտենց մաքուր, արդար տաճար։ Ես ու դու պետք է լինենք աղա այս աշխարհի համար։ Աղը չի թողում, չեն որ միսը ինչ որ ժամանակ նեխի։ Չի թողում, չեն։ Նույն էլ մարդը դիմացի մարդին պետքա կարենա տա, որ այդ մարդն էլ չգնա հավիտենական մահվան։ Աղը ճաշին համա տալիս, սիրելիս։ Այսօր ես ու դու աղ ենք, դիմացի մարդուն համ ու հոտ կարող ենք փոխանցենք ու տանք։ Թեկուզ ծառայակից լինի, թեկուզ եկեղեցու անդամ լինի, դա կապ չունի, ամեն տեղ։ Մտածում եք եկեղեցում չի կարա տենց բան լինի, բայց լինում է։
Մեկը քո օգնության կարիք ունի, մեկը քո խորհրդի կարիք ունի, մեկը քո հետ շփվելու կարիք ունի։ Ու տեսեք ինչ ասում Հովհաննես 16:13։ Բայց երբ որ նա բալանի է տալիս ինձ ու քեզ, ոնց ես ու դու լինենք մաքուր տաճար Տիրոջ համար։ Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձիցը չի խոսի, այլ ինչ որ կլսեք խոսի եւ գալու բաները կպատմի ձեզ։ Սա Սուրբ Հոգու համար ասում, սիրելիս։ Սուրբ Հոգին գալիս է ինձ ու քեզ օգնի, իմ ու քո համար բարեխոսի Տիրոջը, առաջնորդի, հիշացնի ամեն բան, չէ՞։ Համարձակություն է տալիս ինձ ու քեզ ամեն բնակավարում, նորոգում է, հանդիմանում է սիրելիս երբեմն։ Այս Սուրբ Հոգու դերը իմ ու քո կյանքում է։ Ես ու դու էլ պետք է հանդիմանություն ընդունող լինենք, որովհետև հանդիմանությունը բերում է շինություն։ Երբեք Աստծո խոսքով հանդիմանությունը չի կոտրում մարդուն։ Եթե մարդը չնեղանա ու չգնա, այլ ինքը նորոգվելու է ու ավելի լավը կանգնելու է։ Չէ՞ որ մարդիկ ասում են, հիմնականում մենք ծնողներս երեխեքին ոնց ենք դաստիարակում, մեր անցած ճանապարհով, չէ՞։ Այսինքն փորձ ունենալով երեխեքին խրատ ենք տալիս։ Այնույն էլ Սուրբ Հոգին ասում է մի գնա անդե, գիտես ինչ, անդե փոս կա, չգնաս անդե, անդե թակարդ կա քո համար, չգնաս անդե։ Եսայի 66:1-2 Այսպես է ասում Տերը. Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը իմ ոտքերի պատվանդանը։ Դա ինչ տուն է, որ շինում եք ինձ համար, եւ դա ինչ տեղ է իմ հանգստության համար։ Ինձ ու քեզ է հարցնում։ Հարց է տալիս։ Ասում է երկինքը իմ աթոռն է, ամբողջ երկինքը։ Ասում է երկիրը իմ ոտների պատվանդանը, ասում է ոտերս դնում են վրան հանգստանում են, կոպիտ կներեք էլ էս օրինակի համար։ Ասում է պատվանդանը, ասում է դա ինչ տուն է, որ սարքում ես իմ համար, իմ հանգստության համար։ Արդյոք հարց է տալիս, արժանի տուն է, որ ես գամ այդտեղ հանգստանամ, բնակվեմ։ Ինքը չի ասում, որ ես ինքն է շինում։ Ինքը հարց է տալիս, դու ես ինչ տուն եք շինում, որ ինքը գա հանգստանա։ Միգուցե թուլանում ես, միգուցե տկարանում ես, հեշտ չի։ Քրիստոսը նույն բանը ասեց ինձ ու քեզ։ Բայց պահիր հավատքը։ Ինչքան թույլ ես, ինչքան սայտակում ես, ինչքան մտածում ես, որ ես արժան չեմ, չթողես սատանան գա փսփսա։ Հավատքդ երբեք չթուլացնես, որովհետև ամեն ինչ գալիս է հավատքից, սիրելիս։ Որովհետև այդ հավատքը մեզանից չի, այլ հիմնված է Տիրոջ վրա։ Իմը քո հավատքը շատ փոքր է, շատ չնչին կարող է չերևայել, բայց այլ իր հավատքը, որ տալիս է ինձ ու քեզ, այնտեղ զորություն կա, սիրելիս։ Անդե կարա քեզի զորացնի, ասի բռնվի տղես, բռնվի դուստերս, մի քիչ մնաց, համբերի, ամեն ինչ կտենաս, հավատքդ երբեք չուրանաս, սիրելիս։ Ամեն, Տիրոջ, դու ինչ-որ բան ստանում ես, ամեն։ Ես կխնդրեմ, որ կանգնեք, սա ավարտելու եմ։ Գաղատացիս 5:14-ում սենց բան է գրած, որովհետև բոլոր օրենքն այս մեկ խոսքումն է կատարվում։ Բոլոր օրենքը, ասում է, մի խոսքում է կատարվում, տեսեք,
Քո ընկերին քո անձի պես սիրիր։ Սիրիր սիրելիս։ Սիրիր Տիրոջ։ Սիրիր ընկերոջդ։ Սիրիր ամուսնուդ, թեկուզ եւ դժվար է, թեկուզ եւ խմում է, թեկուզ եւ ծխում է, թեկուզ եւ սխալ բաների մեջ է, սիրիր իրան։ Սերը պատերա քանդում։ Սիրիր սիրելիս, սիրով նվիրվիր եկեղեցուն, սիրով նվիրվիր Տիրոջը սիրելիս, ասում եմ մի բանի մեջ է կատարում, սիրո մեջ։ Երկնային սիրո մեջ, որը որ գալիս է Տիրոջից։ Երբ որ դու իր այդ հանդիպում ես ունենում, այդ հանդիպումները չթողես երբեք։ Այդ հանդիպումները ավելացրա։ Գնա սենյակդ մտի ծածուկ հանդիպումները ավելացրա Տիրոջ հետ։ Թող այդ սերը բարձրանա։ Որ ներես քեզի նեղացնողին, որ թողես քեզի պարքատերին, որ թողես քեզի վիրավորողին, որ օրնես քեզի անիծողին, որ սիրես քո թշնամիին, մտիր աղոթիր, որովհետև ինչքան աղոթես, այնքան կսիրես։ Վերջի տեղն եմ կարդալու աղոթելու ենք։ Սաղմոս 118:17 Ես չեմ մեռնիլ, կապրիմ, և Տիրոջ գործերը կպատմեմ։ Ամեն, ամեն, պար Տիրոջը սիրելիս։ Ես չեմ մեռնի, Տիրոջ գործերը կպատմեմ։ Այնքան մի հեռացի Տիրոջից, որ մահ ապրենք ու Տիրոջ գործերը չպատմենք։ Թող Տերը գա ու իր գործերը պատմի սիրելիս։ Ու ամեն բան կտենաս։ Ինքը անսահման է սիրելիս։ Չափ ու սահման չունի։ Երբ որ դու սկսես Տիրոջ գործերը պատմել, Տերն էլ կսկսի քո գործերը անել արդեն։ Ամեն, աղոթենք։ Հալելույա երկնային Հայր։ Շնորհակալ եմ այս խոսքի համար, Տեր, որ ամեն մեկս այս խոսքի միջով մեզ նայենք ու քննենք Տերի մարքա։ Ինչ արգելքներ որ կա Տերի մարք, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ես հրամայում եմ, որ դուրս հեռանան մեր կյանքերի միջից։ Ամեն բան թողենք, ամեն ժայռեր հեռանան, ամեն պատնեշներ հեռանան, որ մենք ճշմարիտ տաճարներ լինենք Տիրոջ համար, որ մենք մաքուր անոթներ լինենք Տիրոջ համար, Տիրոջ գործի համար այս երկրի վրա ու երկնքի համար պտղաբեր լինենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող քանդվի սատանայի բոլոր ծրագրերը բոլորիս կյանքի վրայից Հիսուսի զորավոր անունով։ Թող Տիրոջ ծրագրերը գան, Տիրոջ ճանապարհները գան, ու Տիրոջ կամքը լինի մեր կյանքի բոլոր բնակավարներում, ծառայություններում, ընտանիքներում, աշխատանքում, ամեն տեղ, Տեր։ Փառավորվես դու, ու մենք քո համար մաքուր տաճար լինենք, Տերի մարքա։ Ինչ որ քեզի զզվելի է, ինչ որ քեզ հաճելի չի, Տերի մարքա, հեռացրու մեզանից։ Մենք էլ որ գիտակցենք ու իմանանք, բաց մեր հոգու աչքերը, Տեր ջան, բաց մեր աչքերը, որ մենք տենանք ամեն բան, ինչ որ խանգարող, հանգամանք պատնեշա մեր կյանքում, որ քո փառքը ավելի երևա, որ քո զորությունը, ներկայությունը ավելի երևա մեր կյանքերում, Հիսուսի զորավոր անունով։ Օրհնում ենք ամեն մեկին ու տալիս քո ձեռքերի մեջ, Տեր ջան, փոխես, նորոգես ու քո համար մաքուր տաճար շինես մեզ, որտեղ որ գալու ես, թագավորելու ես Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, դու Տիրոջ տաճարն ես սիրելիս։ Չմոռանաս դրա մասին։